Շնորհակալություն պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ինչպես նշվեց ձեր քննարկման եմ ներկայացնում օրենքների փաթեթի նախագծին հավանություն տալու հարց պետական նպաստների մասին եւ պետական կենսաթոշակների մասին։ Փորձեմ հիմնական կետերով հակիրճ ներկայացնել, եթե հարցեր կլինեն, պատասխանեմ պարոն վարչապետ։ Առաջի փոփոխությունը, որ նախատեսում ենք իրականացնել, վերաբերում է ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրին, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն այս տարվա վերջում, եւ մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, ըստ էության մեր նոր 20% դրույքաչափով, որը հունվարի 1-ից կմտնի, սա նույնպես դառնում է 60,000 դրամ, այսինքն ընտանիքները կարող են ստանալ 60,000 դրամ 50,000-ի փոխարեն հետվճարի մեխանիզմով, այսինքն հետվճարի մեխանիզմը անկանխիկ առևտրի դեպքում։ Այո, անկանխիկ առևտրի։ Ամեն ինչ անկանխիկ է տրվում եւ անկանխիկ առևտրի դեպքում նրանք կարող են 60,000-ի դարձնել այս կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին բոլոր տեսակի նպաստները, այդ թվում սա հատուկ եմ նշում, եւ 6 տարում գումարային 6 տարում գումարային դա մոտավորապես կազմում է 4,320,000 դրամ, այսինքն մեկ երեխային տրվող նպաստի չափը եւ եթե կլինեն արդեն այլ շատ երեխաներ, համապատասխան անգամ ավել։ Ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ այս ծրագրով վերջի տվյալներով հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38,816 երեխա, այսինքն այսքան երեխաների համար վճարվում է այսքան գումար եւ մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ, ինքը բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է եւ առաջարկում ենք այն դարձնել մշտական։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք իրականացնել, վերաբերում է երեխայի միանվագ ծննդյան նպաստներին, որը այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ 5-րդը տրվում է տարբեր չափի աջակցություն, առաջինի եւ երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դրամ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում, հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաեւ հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ եւ ես կարող եմ ասել, օրինակ 2024 թվականին Պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1.5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով
երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում։ Ես հատուկ նշեցի 4,320,000-ը, որը ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։